Ձեր պահանջը ո՞րն է, աջակցություն եկել եք Դավիթ Համբարձումյանին։ Այո։ Ես եկել եմ, մենակ ես չէ, մեր Մասիս համայնքի բոլորը, համարյա ու շատերը կգային, որ ազատություն Դավիթ Համբարձումյանին։ Ձեր պահանջը ո՞րն է եւ չկատարելու դեպքում ինչ քայլեր եք։ Պահանջը նա է, որ ազատություն Դավիթ Համբարձումյանին, որովհետև ինքը մեղավոր չի ոչ մի հարցում մեղավոր չի։ Ու ես գտնում եմ, որ Նիկոլ Փաշինյան, տենց ասենք, 18 թվականին բոլորս ենք ընտրել, ճիշտ է, բայց 18 թվականին ընտրելուց հետո ես իրան չեմ ընտրել։ Կարանք բոլորն են, նենցա որ կամպյուտեր այդի բան, հարցերը այդի բան չի։ Այն որ ասում են բոլորս ենք սխալվել Նիկոլի հարցում։ Վարչապետ, հա ասեցինք վարչապետ, ինքը չգիտեմ, հիմա կպել է եկեղեցում, հիմա հավատացյալ ենք դառել, բոլորս ենք հավատացյալ, ինքը հավատացյալ չէր, նոր դարձավ հավատացյալ։ Հիմա ում ասեք նստացնում է բոլորին, ով խանգարում է իրան։ Հեսա մայիս ամիսն է գալի, նորից ընտրություններ, ուզում է մենակ ինքը լինի, տենց չի լինում։ Դժգոհ եք Նիկոլ Փաշինյանի կառավարությունից։ Փաշինյանի կառավարությունից, ինձ թվում է դուք այդ հարցը որ տվեցիք, ինձ թվում է դուք եք դժգոհ։ Ինչու են դժգոհ։ Դժգոհ են, որ այս ադրբեջանցիք, ախր ոնց բան չեք անում, թուրքը երբեք չի փոխվում, նույն թուրքն է ինքը, դուք մի մոռացեք, մենք քանի զոհ ենք կորցրել, ինչքան զոհեր, ու կկորցնենք, մենք հեսա որ թուրքը մտավ Հայաստան, ոչ մեկ չի ասի, սաղ սալամ ալեյքում են ասելու, սալամ ալեյքում։ Ինչպես Մասիացատնի թեմի առաջնորդին պաշտոնան կարվեց, ասում են, որ Մասիսում բոլորը աջակցում են իրեն, դուք ինչ կարծիք ունեք։ Ես էլ եմ աջակցում, եթե բոլորը աջակցում են, ես էլ եմ աջակցում։ Ես նորից նույնը կրկնվեմ, որ ինքը հավատացյալ չեն եղել, հավատացյալ նոր են դարձել։ Հավատացյալ, որ ասում են, պիտի քահանաները պիտի ամուսնացած չլինեն։ Օրինակ 18 թվականին չէին իմանում, որ հավատացյալները երեխեք ունեն, ամուսնացած են, չէին իմանում էր, չէ՞։ Բա ի՞նչն է պատճառը։ Հարգելի պարոն վարչապետ, ես տենց ասեմ, ազատություն մեր պարոն Համբարձումյանին, ես այդ բանը կարամ ասեմ։ Ինքը ոչ մի հարցով մեղավոր չի, կադր չկա, որ ես իմ անհիմն մարդուն չեն կարա դատեն, եթե անհիմն դատեն, պիտի չգիտեմ, չեմ կարա ասեմ, մենք ինչ պիտի անենք, ուրիշ քայլեր կարանք ձեռնարկենք, բայց չենք ձեռնարկում։ Ասացիք, որ մեր թշնամիները չեն փոխվում, դուք այդ կարծիքին չեք։ Այսօր մենք արդեն Ադրբեջանի հետ առևտուր ենք անում, օրինակ ադրբեջանական առևտուր եք, հա, բենզին եք վաճառում, ճիշտ է, բայց էդի որ թվականն է, որ գազ չենք ունեցել, ավտոները գազով չեն սպասարկվել, որ թվականին։ Հիմա գազ չկա, վաղ միսօր բենզին չի, ճիշտ է։ Ադրբեջանից բերում են բենզին եւ ավելի ցածր գներով, քան ավաճել։ Դուք ասում եք, դուք ծիծաղում եք։ Չեք գնի ադրբեջանական բենզին, եթե Չէ, նեցա Ադրբեջան, ես մեքենա չեմ վարում, կներեք, բայց ինձ թվում է ոչ մեկ չեն գնի։ Եթե գնեն էլ ստիպված, խուրջան, եթե գնեն։